Դա հետևյալն է, ինչպես է ստացվում, ինչպես է լինում, որ երբեմն մարդիկ կարողանում են տեսնել այնպիսի բաներ, որ մյուսները չեն կարող տեսնել։ Ինչպես է ստացվում, որ երբեմն մարդիկ կարողանում են իրականապես հասկանալ, տեսնել բաներ, որ մյուսները չեն կարող տեսնել։ Չգիտեմ դուք ինչպես եք այդ հարցին վերաբերվում, բայց ես ուղղակի կարելի ասել մեծ ուշադրություն եմ դարձնում այնպիսի կարողության վրա, որ որոշ մարդիկ, ոչ բոլորը դա ունեն, որոշ մարդիկ կարողություն ունեն տեսնելու, հասկանալու այնպիսի բաներ, այսինքն կարտան ժամանակները, հասկանան ժամանակները, տեսնեն բաները, որոնք դեռ չեն եղել, որոնք դեռ չեն կատարվել, բայց նրանք արդեն տեսնում են։ Այդպիսի մարդկանց ես ուզում եմ լսել, ուզում եմ սովորել, ինչու համար, որովհետև այդպիսի մարդիկ իրականապես արդեն տեսնում են թե դժվարություն, թե կոնֆլիկտներ, թե հիվանդություններ, թե ամեն բան ինչ որտեղ կարելի է ասել, այսպիսի մարդիկ ժամանակները կարող են կարտալ։ Երբ որ մենք տեսնում ենք Աստվածաշունչը, տեսնում ենք, որ այո, կան տարիքներ, Պողոսը իր մասին ասելով պետք է ասի առաջի Կորինթացիս 13-րդ գլխի 11-րդ խոսքի մեջ, կասի, որ երբ որ ես փոքր էի, փոքրի նման էի մտածում, փոքրի նման էի շարժվում, փոքրի նման էի, ամեն բան փոքրի նման էի անում, բայց երբ մեծացա, երբ որ չափահաս դառա, ես ամեն բան մեծի նման, չափահաս մարդու նման, հասուն մարդու նման էի վերաբերվում։ Դա այդպես է ասում, բայց հետաքրքիրն այն է, որ երբեմն մարդիկ թեկուզ հասուն ժամանակ դեռ շարունակում են մանուկի երեխայի նման վերաբերվել շատ հարցերի եւ հարցը հետեւյալն է իրականապես այդ մարդը մեծացել է հասունացել է թե չէ իրականապես գիտեք երբ որ մենք փոքր ենք բոլորս մեկ հետաքրքիր արտահայտություն է անում եւ հետաքրքիր է այդ միտքը որ երբ որ մենք փոքր ենք բոլորս սովորում ենք բոլորս ծնվում ենք ինչ-որ մի բանով, որ մենք ոչ մի բան չգիտենք, մենք ծնվում ենք, մենք աշխարհ ենք գալիս եւ չգիտենք այդ բաները։ Պետք է սովորենք բոլորս միևնույն կարելի ասել իրավիճակի մեջ ենք, մենք բոլորս կանչված ենք սովորելու։ Այդպես է թե չէ։ Ով ծնվում է, ով երեխա է, դու գիտես, որ ոչ մի բան չի կարող խոսել, չի կարող քայլել, չի կարող գրել, չի կարող դժվարություն անցնել, կարիք ունի մեծահասակի, հասունի կարիք ունի։ Բայց երբ որ արդեն չափահաս հասուն մարդ է դառնում, արդեն սովորել է այդ բաները։ Եվ մեծանում ենք, երբ որ արդեն հասնում ենք այնպիսի մի հասակի, պետք է որ մենք արդեն կարողանանք քայլել։ Ինչու համար ենք կարողանում քայլել, որովհետև սովորել ենք քայլել։ Որովհետև սովորել ենք նույնիսկ վազել, սովորել ենք լողանալ, սովորել ենք հեծանիվ քշել, վարել, կարողանում ենք մեքենա վարել, կարողանում ենք այդ բաներն անել։ Ինչու համար, որովհետև սովորել ենք։ Եվ այն է հետաքրքիր, որ այդ սովորելու այդ ճանապարհը երբեմն շատ անգամ որոշ մարդիկ չեն ընդունում եւ արդեն պատկերացնում են, որ ամեն բան ստացել են, ամեն բան հասկացել են, բայց երբ որ ժամանակը գալիս է, երբ որ պահը գալիս է, որ պետք է իրականապես տեսանելի լինի, դու սովորել ես թե չէ, այդ ժամանակ է երևում ինչ է սովորել։ Երբ որ մենակ տունը նստած կարդում ես ինչպես պետք է մեքենա վարել, այդ ժամանակ չի երևում, դու մեքենա վարել գիտես թե չէ, չի երևում այդ բանը։ Երբ որ տունը նստած ես, սովորում ես, թե ինչպես պետք է այսինչ հարցին պատասխան տալ, դու տունը նստած սովորում ես այսպես պետք է պատասխան տալ, բայց երբ որ ժամանակը գալիս է, այդ պահին, եւ դու այդ իրավիճակի մեջ ես, իրականապես սովորել ես, հիմա կերևա իրականում կարող ես թե չէ։ Կարողանում ես վարել այդ մեքենան։ Եվ մեր հոգևոր կյանքի մեջ նույնն է։ Մենք սովորում ենք Աստծո հետ առնչվել, շփում ունենալ։ Մենք սովորում ենք Աստծո հետ այս մեր քայլերի, խոսքերի, եկեղեցի ոչ միայն եկեղեցու գալու տանը, կարդում ենք Աստվածաշունչը, մենք սովորում ենք այսպիսով լսել Աստծո ձայնը, եւ երբ որ դժվարության, երբ որ մենք ինչ իրավիճակների մեջ ենք, այդ ժամանակ երևում է իրականապես, թե մենք ինչ սովորեցինք։ Լսեցինք Աստծո ձայնը եւ ինչ ենք անում այդ ժամանակ։
Եվ այն մարդիկ, ովքեր շարունակում են մնալ իրենց մտքերով, ասելով, որ ես գիտեմ, այսպես պետք է վերաբերվեմ ամեն անգամ, այսինքն, եթե ժամանակը եկել է պետք է ջղայնանամ, պետք է թեկուզ հայույեմ կներեք արտահայտությանս, պետք է այսպես վերաբերվեմ ագրեսայով, ես այսպես եմ սովորել, այսպես եմ մեծացել, կշարունակեն այդ ձևով, այսինքն այդ մարդկանց համար կարելի ասել այդ մարդիկ ոչ մի բան չսովորեցին։ Եթե Տերը կանչում է մեկ ուրիշ վերաբերմունք ունենալ, եթե Տերն ասում է, եթե դու Աստծո զավակ ես, Աստծո որդի ես, եւ եթե դու միայն բարև տվողի պետք է բարև տաս, եթե դու մենակ պետք է ժպտաս այն մարդուն, ովքեր քեզ ժպտում են, դու չես տարբերվում մյուսներից, դու բան չսովորեցիր։ Մի բան չեղավ քո կյանքի մեջ, որ դու հասկացար, որ ահա այս բանը քեզ համար սովորելու համար էր տրված եւ դու հիմա սովորեցիր, հասկացար։ Եվ Տերը մեզ օգնում է, որ մենք սովորենք։ Եվ ժամանակները գալիս են, պետք է մեզ այդ իրավիճակի մեջ դնեն եւ հասկանանք մենք իրականապես հասկացանք ինչ-որ մի բան թե չէ։ Սովորեցինք մենք ինչ-որ մի բան թե չէ։ Եվ ուշ թե շուտ այդ պահերը գալիս են։ Հիսուս Քրիստոսն ասում է, որ նա պետք է վերադառնա, այս ասեմ եւ պետք է վերջացնենք։ Մատթեոս 24-րդ գլխի մեջ նա խոսում է իր վերադարձի մասին։ Հիսուս Քրիստոս արդեն եկել է եւ նա պետք է ասի, որ երբ որ ես վերադառնամ, այսպես պետք է լինի, ինչպես Նոյի ժամանակ։ Մարդիկ շարունակում էին, մարդիկ ամուսնանում էին, մարդիկ իրենց տոներն էին անում, մարդիկ ուրախանում են, ամեն բան իրենց երեխաներին էին ամուսնացնում, ամեն բան անում էին, առանց մտածելով, որ օրը կգա, ժամը կգա եւ դրան վերջ պետք է լինի։ Եվ Նոյը համոզված եղեք, որ Նոյը քարոզում էր, Նոյը իր բարեկամներին, հարևաններին, ծանոթներին, բոլորի հետ խոսում էր, ասելով, որ այսպես չէ, պետք է շարունակվի, պետք է անձրև կա, ջրեղեղ պետք է լինի։ Ես համոզված եմ որ պետք է խոսեր իր բարեկամների, եւ նա մենակ չէր ապրում, միայն ինքը, իր կինը, 3 երեխաները եւ հարսները։ Չեմ մտածում, ես մտածում եմ, որ ծանոթներ, բարեկամներ, հարևաններ ուներ, ես համոզված եմ դրա մասին։ Եվ խոսքը ասում է, որ մարդիկ կային։ Եվ այդ մարդիկ շարունակում էին իրենց կյանքը վարել, ասելով, ուտենք, խմենք, չէ, այսպես ասորել են ասում մարդիկ, մի կյանք ունես, ինչ ուզում ես արա, քո կյանքը վարիր։ Եվ Հիսուս Քրիստոսն ասում է ժամանակը կգա, 24-րդ գլխի 37-ից 44-րդ խոսքի մեջ երբ որ կարդում եք Ավետարանը Մատթեոսի, տեսնում եք, Հիսուս Քրիստոսը կգա եւ կվերցնի մեկին, այն մյուսին կթողնի։ Եվ արդեն ասել եմ այս մասին, ինչպես է ստացվում, որ այն մյուսին թողեց։ Ոչ թե նրա համար, որ մյուսին չէր սիրում, այլ նրա համար, որովհետեւ այն մյուսը իրեն չընդունեց։ Այլ նրա համար, որովհետև այն մյուսը նրան մերժեց, այլ նրա համար, որ մյուսը նրան ինչ որտեղ իր կամքը չհնազանդրեցեց Աստծո կամքին, մնաց իր կամքի վրա, մնաց իր ցանկությունների վրա, մնաց իր կյանքի, իր ուզեցածի վրա, այլ այդ մարդը չպետք է վերցվի, Հիսուս Քրիստոսը խոսեց, ասեց, չենտարկվեց, չհնազանդվեց, Եվ պետք է այդ ճանապարհը եւ ասում է օրերից մի օր նա պետք է վերադառնա, այո։ Եվ օրը կգա։ Եվ միտքը այն է, որ այսօր մենք բոլորս միասին կրկին ու կրկին սովորենք լսել Աստծո ձայնը, զանազանել մնացած ձայներից եւ գիտենալով թե որն է Աստծո ձայնը, հասկանանք այն պահերը, որ նա ուզում է թեկուզ մեզ դաստիարակել, սովորեցնել, սովորենք եւ տարբերություն չլինի այն պահի, որ մենք լսում ենք եւ այն պահին, որ մենք արդեն պետք է քայլենք, կատարենք, տարբերություն չլինի երկուսի մեջ։ Այլ քայլ կատարելու ժամանակ էլ փորձենք կատարել եւ Տերը տեսնի մեր քայլերը, մեր ջանքերը։ Նույնիսկ եթե երբեմն չեն ստացվում, շարունակենք ջանքեր թափել, որպեսզի Աստծո կամքը կատարենք։ Որովհետեւ մենք սովորեցինք, որովհետեւ մենք հասկացանք, որովհետեւ մենք մեր կամքի, մեր մտքերի վրա չհիմնվեցինք, այլ ուզեցանք Աստծո կամքը կատարենք եւ իրեն հետ լինենք։ Եթե իրականապես դա է, քո կամքը իրեն հետ լինել, իրեն հետ հավիտենական կյանքը ապրել, դա էլ է ընտրություն։ Աստված չի ստիպում, բոլորն ընտրություն ունեն, բայց եթե դա է քո ընտրությունը, քո ցանկությունը, Տերը եկել է նաեւ քեզ համար եւ պետք է վերադառնա քեզ համար։ Եվ եթե դա այդ քայլը դեռ չես կատարել, ուղղակի աղոթիր եւ խնդրիր, որ Տերը քեզ կարողություն տա լսելու եւ այդ խոհեմությունը, այդ հասունությունը, այդ հասկացողությունը Տերը բոլորին ուզում է տա։ Եվ խոսքն ասում է նա, ով որ պետք է փնտրի, պետք է գտնի։ Նա ով որ թակում է, պետք է բացեն իրեն։ Տերը տալիս է առատորեն։ Եթե իմաստության կարիք ունես, Տերը ասում է, որ խնդրիր, ես պետք է քեզ տամ։ Եվ
կարելի ասել, թող բոլորիս աղոթքը դա լինի, Տեր, ինձ քո իմաստությունը դուր, ամենօրյա աղոթքը, որպեսզի ես միայն ոչ միայն լսեմ, այլ հասկանամ եւ նաեւ կարողություն դուր գործի մեջ դրեմ այն, ինչ որ ինձ սովորեցնում ես Հիսուսի անունից։ Ամեն։ Աղոթենք 2 րոպե, ֆրանսերենով, հայերենով պետք է աղոթենք եւ պետք է վերջացնենք։ Տեր, փառք պատիվ զորություն, արժանի ես փառքերի, շնորհակալություն, որ մեզ հետ ես, մեզ խոսում ես, սովորեցնում ես։ Տեր, կխնդրեմ քո Սուրբ Հոգով Տեր իմ Աստված առաջնորդես, այո, ուզում ենք քո կամքը կատարենք, ուզում ենք քո ձայնը լսենք, ուզում ենք քեզ հետևել, Տեր։ Seigneur, merci pour ton amour, ta fidélité, pour ta patience. Seigneur, merci pour ta parole. Ma prière est que oui, tu puisses nous aider à non seulement entendre, oui, avoir cette capacité d'entendre, de distinguer, Seigneur, les autres voix, cette voix qui vient de toi, Seigneur, et qu'on puisse aussi nous soumettre à ta volonté et à ta voix, Seigneur. Merci de nous aider à marcher avec toi et nous laisser être enseignés, corrigés par toi, parce que tu veux réellement le meilleur pour nous. Que ton nom soit loué au nom de Jésus. Amen.